Գեղարքունիքի մարզից, Մարտունու գյուղ Վաղաշինից եմ, ուրեմն երեխես մեր զինկոմիսարիատ ուղարկեց Երևան ստուգման։ Ուղարկեցին Երևան ստուգման, դրանից հետո երեխուս կամիսելավ Երևանում, ասեց գեներալնի կամիսի կգնաս։ Վերջ եկավ 2018 թվականին, հունիսի 2-ին, հուլիսի 29-ին կանչեն, երեխուն կասեն ես թուղթը ստորագրի, երեխես չիմանալով, երեխեն ստորագրել է, երեխեն ասել երև կամիսի են տանում գեներալի, ստորագրել է, հանել են պավիսկ են տվել են, հուլիսի 2-ին զորակոչվել է բանակում, դրանից հետո ես եկել եմ զբորնի պունկտում, նորից բողոքել եմ անունը չեմ հիշում, մի հատ Հարթույան կա։ Դրա մոտ պարոն Հարթույանը զանգարեց զբորնի պունկտի բուժ ազնակազմին, որ երեխուն հետազոտեն։ Դե ինձ ասեց գնա քեզ կդիմավորեն։ Գնացել եմ այնտեղ, ինձ դիմավորել եմ մի փաստաբան, որ անուն ազգանուն չգիտեմ։ Բայց ինձ ասում են խիքո ասելով, թե մենք հետազոտենք երեխուն։ Բասի ասելով չէ, հրամանայք է, որ երեխուս հետազոտեք։ Վերջ, երեխուս տարան, դրանից հետո բողոքել եմ նախարարին, շտաբի պետին, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ անմիջապես երեխուն հետազոտել կենտրոնական հիվանդանոցում։ Դրանից հետո, բողոքելուց հետո կամիսան գնաց Ստեփանակերտ, հրավիրեցին ներսեն ինձ, զինվորի ծնող եմ, ասեց այս երեխի ոտերեսին չեն, խի չես հետև է, ասի ձեր կոչեցյալ վայինկոմատներ, երեխուն խապելով բերեցին բանակ, ներկայացրին, որ օպերացիա անեն Ստեփանակերտում, հիմա Ստեփանակերտում օպերացիա չարեց, ասեց ես մուժերից վերա, ես չկարամ, կուղարկեմ Հայաստան, կանեն, չէ, այդ երեխուն ու վալյատան, այս երեխի վիճակ ոնց է։ Դրանից հետո ուղարկեցին Հայաստան, ուղարկին, այս 4 ամիսա երեխես պարկածա, ոչ մի բուժում աբսալուտնա, ոչ օպերացիա, գարանտիա, չի տալիս օպերացիա, ասում ակաղա դեպի վատը գնա, լեսենց էլի քայլում անդիքի։ Խնդիրները բանակ զորակոչվելուց հետո են առաջացել, թե նախքան այդ կար։ Դիմա, եթե խնդիրները չել է առաջ, ուրեմ ծառայությանել է։ Բայց դուք չեք նկատել այս խնդիրներ։ Մենք չենք նկատել, վաբշե, մենք չենք նկատել։ Դրանից հետո փոխին է Երևան Մուրացանի գոսպիտալում պարոն Արսեն Հարությանը գարանտիա չի տալիս օպերացիայի։ Մեկ էլ պարոն Ժամագործյանը ինչ իրավունք ունի իմ հետ կոպիտ խոսա։ Բաժանքի վարիչը, բասեմ քո ասելով դի մենք անենք, ասիմ ասելով զինվորի ծնող եմ, դե ասեմ որ օպերացիան ես։ Վերջ տարան Իժմիրյանի հիվանդանոց մի պրոֆեսորի մոտ ոչ էլ անուն ազգանունը գիտեմ։ Տարան իր մոտ երեխուն հետ բերեցին, բասի պարոն Արսեն Հարթույյան, ինչ է լավ, բասեց բիժիշկ գարանտիա չի տալիս օպերացիայի։ Նշանակին գենք ամիսայի, կամիսան դեկտեմբերի 21-ին թե 22-ին 20 օրով օդպուստ տվեց մայրական խնամքի տակ։ Դրանից հետո հունվարի 13-ին բերել եմ անցնել են։ Երեխես 4 անգամ բժիշկների տեսել են լրիվ երեխեն վատացե, սրտի ճնշումը բարձրացա, երեխի ներվերից այսպես թողում էր, ցախ բժշկություն լսված էր։ Բերել են ներթաբանա ինչ ներվային պաթոլոգի բժշկի, բերել են, ասած ներվերից ես երեխուն։ Սրսկել են մի ժամուկես քնել երեխեն, արթնացեմ մի քիչ արմերել է։ Ու բուժում չեմ անում իմ երեխին, խնդրում եմ, իմ երեխուն լրիվ բուժումը անեն, ուղարկեն ծառայության, չեմ բուժում, անցնեն ինձ, ես տանեմ բուժման։ Հիմա իրենք ձեզ պատասխան են կոնկրետ տալիս։ Պատասխանը տալիս է Ցեբեկան, կամիսան։ Ինչ է ասում։ Ասում է
մենք ուղարկում ենք ոչ շարային, բադնիկա չակնի, չքայլի, պոշ չգնա, ասում եմ խես տանում այ բանակ, ասում է ուրեմ բողոքի բուժ վարչապետին, անձամբ մտել եմ բուժ վարչապետի մոտ, բողոքել եմ, դիմում եմ գրե, ասես դիմում գրի, մենք այդ հարցերով զբաղվում ենք, ասի ես չուր վերջ բողոքելու եմ, եթե երեխից չբուժեք, չէ ծառայությունից խուսափում է, չեմ ուղարկում ծառայության, փախցնելու եմ երեխան, չեմ ուղարկում, նույն էլ բուժ վարչապետն ասեց, մենք այդ հարցերով զանգարեցին Ժամագորջյանին, բաժանմունքի վարիչին, բաժանմունքի վարիչը ասել է, մենք գարանտիա չենք տալիս օպերացիայի։ Կարող է դեպի վատը գնա։ Բայց ամեն դեպքում ուզում են տանել զորակոչ նորից տանեն ծառայություն։ Նորից տանեն սահմանափակ արդեն։ Հա, սահմանափակ։ Մա խնդրում եմ ձեր օգնության, այս հարցը լուծեք մեր նախարարի բուժ վարչապետի հետ, իմ երեխին բուժեն, ուղարկեն ծառայության, չեն բուժում, հանցնեն ինձ, ես տանեմ իմ երեխուն բուժում։ Գերատեսչություններին, պատկան մարմիններին ում եք բողոքներ ուղարկել եւ արձագանքներ եղել են։ Ուրեմն ես բողոքել եմ շտաբի պետին, նախարարին, վարչապետին, ոչ մի արձագանք չի ելել։ Նամակ եք գրելին, ինչպես է։ Հեռագիր եմ տվել, նամակ եմ գրել, պատասխաներ չեմ ստացել, абսոլютно вообще։ Հա, դրանից հետո դեկտեմբերի 15-ն էր, նորից հեռագիր եմ տվել վարչապետին եւ նախարարին, զինված ուժերի նախարարին։ Նորից հարցի լուծում չեմ, պատասխաներ չեմ ստացել, արձագանք вообще չեմ ստացել։ Դրանից հետո ես այդքան ծախսել եմ, հա գնացել եմ, եկել եմ պարտքով, պարտ կարել եմ, գնացել եմ, եկել եմ, երեխուն տենալու 8 ամիս է, 8 ամիս ես պարտքով գնում գալիս եմ, 8 ամիս, կլոր 8 ամիս։ Ու ոչ մի լուծում չեն տա մեռում։ Ես չկարամ այդքան գնամ ու կամ։ Ծախսի հետ կապված բան են։ Չգիտեմ, վերջնական իրենք ինչ են ասում ինձ, պատասխան չեն տալու։ Գնացել եմ նախարարություն նոր, բուժ վարչապետի մոտ, բուժ վարչապետը բացել է թղթերը, նամակներ, բողոքներին, вообще չկա։ Չի ստացել, այսինքն։ Ստացել է, պատասխաներ չկան։ Փոխվել է, բուժ վարչապետն ալա փոխվել, ազնագազմ բուժ վարչապետի ազնագազմ փոխվել է լարը։ Դրական պատասխան չկա։ Հիմա ձեր վերջնական պահանջը, անելիքները որոնք են։ Վերջնական պատասխանել անելիքները իմ երեխին բուժում նշանակեն, օպերացիա անեն, ուղարկեն ծառայության։ Չեն բուժում, իմ երեխին հետ տանեն ձի, ես բուժեմ, տամ բուժաման, ուղարկեմ ծառայության։ Այդ դեպքում իմ երեխին ոչ միտեղ չի գնալու հոսպիտալից։ Ես նախարարին եմ գրել բողոքի մեջ, դիմումի մեջ, եթե իմ երեխին չբուժեք, ես իմ երեխին փախցնելու եմ, տանելու եմ։ Հիմա դուք հնարավորություն ունեք եւս մեկ անգամ կոչով դիմելու նաեւ պատկան մարմիններին։ Հա, ունեմ, լրիվին էլ ունեմ բողոքելու ցավ տանեմ։ Վերջ գտամ դատարանում, ամեն ինչով ես իմ երեխին վերադարձում բուժման։